Բարև սիրելի ժողովուրդ, միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույս։ Մենք ձեզ հետ միասին, ովքեր որ Հայաստանի Հանրապետությունում չեն, ուշով հետևում ենք Հայաստանի Հանրապետությունում, Երևանում զարգացող իրավիճակներին։ Դե քանի որ մեր ցուցարարները որոշեցին այսօր սահմանափակվել այնքանով որքանով, հիմա եկեք մի քանի բանով քննարկենք իրավիճակը։ Ես հուսով եմ, որ Բագրատ Սրբազանը անպայման կլսի այս հաղորդումը կամ կդիտի այս հաղորդումը։ Եվ այսպես, նախ միանգամից ասեմ, որ նաև գիտեմ, որ մեզ հիմա դիտում են նաև ԿՊԱ-ականներ, ինչպես նաև ուժայիններ։ Նախ հայտարարեմ, որ ոստիկանության զորքերը, որոնք որ հիմա տեղաբաշխված են Նիկոլ Փաշինյանի ամառանոցի տակը, շուրջ բոլորը եւ այլն, արդեն ստացել են հրաման, որ կարող են դիմել բիրտ ուժի։ Դրան գումարած գլխավոր շտաբը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տվել է հրաման Երևանի կայազորի, այսինքն Երևանի մոտակա զորամասերից զորքը գիշերը կմտնի քաղաք։ Օպերացիան ղեկավարում է 50 մականունով Կարեն Գրիգորյան այդ Ղարաբաղցի բոզի տղեն։ Ուրեմն միանգամից ասեմ, որ զորքի մասով լրիվ հանգիստ եմ, հեսա մենք կմոտենանք, հետ կգանք այդ թեմային, որովհետև ես ինքս եղել եմ զինվոր, ես ինքս եղել եմ ռազմական ոստիկան, ինքս շատ լավ ճանաչում եմ զինվորի հոգեբանությունը, ավելի լավ եմ ճանաչում, քան որևիցե մի իրավաբան, կարմիր դիպլոմ, չգիտեմ, խիստ հունդ կարմիր դիպլոմ կարա իմանա օրենքը կամ որևիցե մի սրտային վիրաբույժ, ամենաուժեղ սրտային վիրաբույժը այդքան լավ սրտի վիրահատություն անել չգիտի, ինչքան որ Վարդան Ղուկասյանը գիտի զինվորի հոգեբանությունը։ Ուրեմն ստեղ ուզում եմ ժողովրդին տեղեկացնել, որ ազգային անվտանգության նամանավանդ օպերատիվ փնտրողական, 7 աշխատողները, որոնք որ այսօր հակել են մայքեք ազգային հերոսների դեմքերով կամ ազգայնական մայքեք եւ լցված են ժողովրդի մեջ, ուզում եմ ասեմ մետաբաս պալի տեղավ գործողությունը, ուզում եմ նաև Նիկոլ Փաշինյան բոզի տղուն ասեմ, որ Աբազանը քեզ կեղծ թվեր ա տվել կապված ժողովրդի քանակի հետ, այսինքն եթե հավաքվել է 50,000 մարդ, քեզ ասել են 35-40,000, եթե հավաքվել է 30,000, քեզ ասել են 20,000։ Աբազը դա կանխամտածված չի արել, որովհետև 7-ի պետը կեղծ թվեր ա տվել Աբազին, Աբազն էլ բնականաբար կեղծ թվերը տվել է քեզ։ Իրականում ինչ թիվ քեզ ասել են ժողովրդի քանակի հետ կապված, շիզոֆրենիկ բոզի տղա, գումարի մի 10-15,000 ավել։ Սա այսպես, հիմա մինչև բանին անդրադառնալը, այդ Բագրատ Սրբազանի հայտարարությանը impeachment տեսդեն, ես ուզում եմ խոսեմ բանը զինվորների հետ, զինվորների, սպաների, սերժանտների, ավագների, այլ ոչ թե միլիցեքի, այլ զինվորների, զինվորականների, սիրելի զինվորներ, ժամկետային, պայմանագրային, պայմանագրային չեն բերի, ժամկետային, սպաներ և ենթասպաներ։ Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետը տվել է հրաման Երևանի կայազորի մոտ զորամասերից ձեզ տեղափոխել Երևան։ Եկեք, նստեք ուռալները, սատկոները, կամազները, չգիտեմ, բեմպեները, ինչով ձեզ կբերեն, եկեք Երևան։ Լավ եք անում, եկեք։ Ձեր հրամանատարությունը կամ հրամանատարության մեջ կլինեն սպաներ, որոնք սպա կոչվելու իրավունք չունեն։ Դուք դա ինձնից լավ գիտեք։ Այսօր զինվորը ամենաանպաշտպան
անձնան Հայաստանի Հանրապետության մեջ։ Փոխանակ լինի ամենապաշտպանվածը։ Դա ձեզ ասում եմ ես, Վարդան Ղուկասյանս։ Ձեր հայրերը, ձեր հորեղբայրները, ձեր քեռիները ծառայել են այն ժամանակ, երբ որ դուք դեռ ծնված չէիք։ Կամ ծնվել եք 1-2 տարեկան երեխա, այսինքն իրենք ճանաչել են ինձ։ Ձեզանից շատ-շատերի պապաները իմ հասակակիցն են։ Եվ ծառայել են այն ժամանակ, երբ որ Վարդան Ղուկասյանը ռազմական ոստիկան էր։ Կարող են ասել ամեն ինչ։ Դաժան էր, խիստ էր, էսերեն էր, բայց երբեք չի կարա գտնվի մի զինվոր էր փչացնեմ, կախում էր, մորթում էր, կրակտալը վառում էր։ Բայց ոչ մեկ չի կարա ասի, որ Վարդան Ղուկասյանը չմու էր։ Գալի մտնում էր զորամաս, հրամանատարությունը լարում էր, կամ տպում էր, կամ էս, Այդպես բան ով ասում է, հանգիստ ասում ես, դու բոզի տղա ես։ Всё, աչոտը տալում եմ։ Հիմա ձեզ փորձում են ներքաշել քաղաքական իրավիճակի մեջ, ձեզ փորձում են ներքաշել այն իրավիճակի, որ դուք պիտի պաշտպանեք այս բոզի տղեկին։ Աչոտը տամ։ Դուք զինվորական պոչտան, այսինքն զինվորը զինվորին խաբար անելով բանում, ամենաուժեղն է։ Այն կապի միջոցը, որը որ ունի զինվորական պոչտան, զինվորների պոչտան, չունի դաժե բանը հանցագործ աշխարհը։ Գնախանձեր ձեր օպերատիվությամբ, հա, խոսքի օրինակ, հիմա կա Սովետաշենի զորամասում քանի մարդ կա ծառայող զինվոր, например, ասենք 1000։ 1000-ից ամեն մեկը ձեր աղբերը, քուչի տղեն, կուրսեցին, դասարանցին, լուբոյ զորամասում ձեր բայրակթարերը ունեք, նրանք էլ ձեզ ունեն։ Դուք ինձնից լավ եք այս հարցում տեղեկացված, սիրելի զինվորներ, որ ձեզ այս իշխանությունը շատ ներողություն քաքի տեղ չի դնում, որ բանակում ծառայելը նախատեսված է միայն չունևոր խավի համար։ Հիմա նույն Երևանի կայազորում ծառայող Լեննագանցին, Սյունեցին, Նոյեմբերյանցին, Գեղարքունիքցին, Վարդենիցին, չգիտեմ, Կիրովականցին, թող հիմա թեքվի, դուք ձեր կազարմի մեջ թեքվեք, նայեք կողի կրավաթին, հետո վակնեմ։ Մի հատ դեպուտատի տղա կա, չկա։ Թեքվում ենք այս կողի կրավաթի վրա, մի հատ վարչության պետի տղա կա, չկա։ Նայում եք յարուսների վրան, մի հատ մեծահարուստ բիզնեսմեն, օլիգարխի տղա կա, չկա։ Դուք չունևորներով կամ այն մարդկանցով, ովքեր որ պրինցիպ են դրել, չէ, պիտի գնամ ծառայեմ, եկել են ծառայում են։ Ճիշտ է։ Դուք ինձնից լավ գիտեք, որ մալադո բարձրանում են մարտական դիրքեր, դեմբել իշնում են։ Սմենափոխը, որը պիտի տևի 14 օր, 15 օր եւ ոչ մի րոպե ավել, դուք ընդ մնում եք ամիսներով ու փդում եք։ Բարից ամենաբուն իմաստով կեղտի լելի մեջ փդում եք։ Դաժե ջուր չունեք, որ խմեք։ Ձուն եք հացնեմ, որ խմեք։ Ճիշտ է։ Այն սնունդը, որը որ ձեզ տալիս են, մարտական դիրքեր բարձրանալու են, կանսերվեքը, որը Վարդան Ղուկասյանը բերեց դրեց ռոյիկի դեմ, ասես ռոյիկ կեր, 6 տեսակի ռոյիկը թքեց ու գնաց։ Ասես խոնդու բոզի տղա չեցեցին, չես տալը մնձի։ Շունն ասեց էլի։ Դուք դա գիտեք, որ դա ուտելու բան չի, բայց փոխարենը մեր այսպես կոչված կառավարությունը իր պերերիվները անում է էլիտար ռեստորանները։ Հիմա դուք ասեք, ախր պարոն Ղուկասյան, սա միշտ է եղել է։ Պարոն Ղուկասյանը ստեղ ուզում է ձեզ ասի ոչ, սիրելի զինվոր, միշտ չի եղել։ Վարդան Ղուկասյանը, երբ որ ծառայում էր 97, 98, 99 թվականներ եւ այլն, դրանից ներքև, դրանից վերև, մենք ստանում էինք տուշոնկա, մեր տուշոնկի համար մենք գյուլա էինք տալի, որ այդ տուշոնկեն ուտեինք։ Լրիվ միս, բացեմ, լցեմ կարտոշկա ժարիթ անում ենք, ձեր պապաները կհաստատեն, անում ենք ուտում էինք տոմատով, անում ուտում էինք, հիմիկվա տուշոնք ուտելու բան չէ, մեկ զինվոր ժամանակ, մեր 90-ական, 2000-ական թվերի, սերունդները, երբ որ մենք մարտական հերթապահություն էինք տանում, մենք դրած թուրքի վրա գրստում էինք, թուրքեն կողմից վախամեր կրակեր, այսինքն մենք ունեինք դուխ, ինչի ունեինք դուխ, որովհետև մեր վերադաս հրամանատարությունը մեր թիկունքին կանգնած էր, մեզ կրակելու համար չէին տանում դադը,
Մենք առիթ էինք մանգալի Թուրքի վրա կրակելու համար։ Մի հատ ղափանցի հարութիկ ունենք։ Մի օր ասեց ինչ անենք, ոնց անենք, դեստեն վեգանակ մինամյոտը կմփսենք, հետո նստած մտածում ենք սնարադը ոնց դուրս գնենք, վերջը մի բան օրինին դուրս գնենք, թե մի սնարադը խեն կրակ է։ Այսինքն մենք կայֆավատ էինք կլնում Թուրքի վրա։ Մենք Թուրքի չենք վախում։ Մեր զորամասում, այսինքն մարտական դիրքերում հայտարարվեց տրիվոգ, մենք զորքը չսպասես մինչև Կրասնուց Ուրալը գա, մեզ հանի դիրքեր։ Մեր չաստի տղեկը, Թութունը, Աջուլը, Բադերը, Չիլոն, Նուրիջանյան Կարենը, Քյալը եւ այլն, սաղովի եկել ենք, մտել ենք։ Արդանիշ գյուղի հանք կատեղ, ցեմենտի հանքի ավտոպարկը, շոֆերներին զարթնացրել ենք, զենքը պայել ենք շոֆերի վրա, մեզի կրազներով հանել են մարտական դիրքեր, ոչ թե մեր դիրքերի վրա հարձակել են։ Մենք չենք սպասել, որ 30 կիլոմետր Կարմիրից Ուրալը գա մեզի հանի պոստեր։ Հաջորդ օրը հանքի տերը գնաց է բողոքել էր զինվորական դատախազություն, ռազմական ոստիկանություն, որ զինվորները գիշերով եկել են, զենքը պահել են։ Շոֆերների վրա ասել են քշի պոստեր, մինչև հիմա հիշում եմ Չիլոին, Ղազարյան Կարեն, Վարդանյան Արտյոմ, իրանք էին, ռազվետքի տղեկն իրանք էին։ Եթե մի բան խափեմ եմ, Լենագանցի եմ, կարան հաստատեն։ Հաջորդ օրը ռազմականով դատախազությունով եկի, ուզում էին զինվոր պատժեին, Վազգեն Սարգսյանը զանգեց, ասեց էդի չէր էտեղ։ Բացատրին, որ զորքը շոֆերներին վեգալելա, որ բարձանա պոստ, ասելա, ոստե, զորքին պոստ բարձանալու համար ուզում եք դատեք, խոբ դու բոզի տղա չեք։ Ջանգիրան գագո հիշում ես։ Եվ ոնց եկավ ռազմական ու զինվորական դատախազությունը, էձևեսիկ եղան։ Ոչ մի զինվոր քելական պատասխանատվության չենթարկվեց։ Զորամասինքնակամ լքել, չգիտեմ մտնել գյուղ, 3-4 կիլոմետր գյուղը մեզից հեռու։ Այսինքն մենք գիտեինք, որ մեր նախարարը, Վազգենը, մեր հետևը կայնացավ։ Սրանք կլինեին, հիմա սաղից դադել էին։ Սաղից սման նստած էինք, ահաբեկչության հոդվածով։ Ես բերում եմ փաստեր, որոնք որ անհերքելի են։ Հասկանում ես զինվոր։ Հասկանում ես սպա, ենթասպա եւ այլն։ Այսօր, սիրելի զինվոր, դու պիտի հասկանաս, որ դու պիտի լինես քո ժողովրդի կողքին, դու չես կարող եւ իրավունք էլ չունես զենք օգտագործես քո ազգի դեմ, քո մայրերի, քույրերի, եղբայրների, տատիկների եւ պապիկների։ Մի հատ իշխանությունները կգան կգնան, դա կլինի Նիկոլի իշխանություն, դա կլինի Լևոնի, անգամ այն ժամանակ, նույն 90-ական թվականներին, մարտի 1, դրանից հետո, որ պիտի մարտի 1 բացահայտեին Ռոբերտ Քոչարյան դադեին, 10 հոգու դրին գմ արին, բացահայտին, չբացահայտին։ Անգամ այդ ժամանակ, երբ որ ավելի ձիգ իշխանություններ, ինչքան էլ որ զորքը բերին լցին Երևան, մտեք YouTube, մարտի 1-յան կադրերը նայեք, սիրելի զինվորներ, երբեք ոչ մի զինվոր չի կրակել եւ դեմ դուր չի եկել իմ ժողովրդին։ Ես զինվորների մասով 100% արխային եմ, 100%։ Երբեք մարտի 1-ի ժամանակ, երբ որ ռազմական ոստիկանությանը տագնապով հանին բերին շարին կառավարության դեմը, երբ որ Գասպարյան Վովան վերևից իջավ ու ասեց նախագահան ստորագրել է հրաման կրակ բացելու, այսինքն Ռոբերտ Քոչարյանը, ինքը բարձրացավ վերև, մենք սպաներով իրար մեջ ասենք, մենք չենք կրակելու։ Գալու են այն բանից, Ամիրյան փողոցով։ Զենքը մենք շենք տա խնդրեմ, եկեք համեցեք մտեք կառավարության շենք, եթե կհասնեք մինչև կառավարության շենք։ Իսկ զինվորներին ես չեմ ուզում ասեմ, զինվորները այստեղ ես պետքա ձեզ մի բան խնդրեմ, սիրելի զորք, մենք այսօր կանգնած ենք, են որ ասում պոլեմիկայի առաջ, Հայաստանի Հանրապետությունը ունի մեծ խնդիր, ներքին թշնամի, ներքին թշնամին դա այս իշխանությունն է, դուք իմ հետ հուսով եմ համաձայնեք, որ ատերության ամատնել բանակը, այսօր միա ձեր կողը նայեք, դուք ձեր զորամասից գոհեք, միա ձեր կողը նայեք, միատ նայեք այդ ավտոպարկում կանգնած ավտոներից, Ուրալներից, Կամազներից, Կրազներից եւ այլն, քանիսն աշխատում, հալալ կեսը չաշխատում,
Ճիշտ է, ճիշտ է։ Դուք հենց միա ձեր հակուստը, ձեր սպառազինությունը նայեք, դուք գոհ եք։ Վստահ եմ ոչ։ Ձեր տված պոստերի կերերից դուք գոհ եք ոչ։ Այն զինվորին ուզում են դադեն, որ ինչա կրակեց, թույլ չտվեց, որ թուրքերը Չոբանին տանեն, այս զինվորին ուզում են դադեն։ Երբ ա եղել սենց բան։ Մենք արդեն 4 տարուց ավելա գերի ունենք, գերիներ Ադրբեջանում։ Ադրբեջանի զինվորը զենքը ձեռը մտնում է Հայաստանի Հանրապետության տարածք, մեր իշխանությունը վարկյանական հետ է հանձնում։ Մեր զինվորին տանում են ու հետ չեն բերում։ Ես չեմ խոսում պայմանագրայինները չմոյեն, մի լսեք պայմանագրայիներին։ Պայմանագրայինների 80-90%-ը, որ այսօր դիրքերում է, իրանք բարձանում են դիրք, զուտ, ժամանակ անցկացնելու, խմեն, հարբեն, ուռեն, լայքեն, փողնել ստանան, մտնեն խումար խաղան։ Ես դրանց զորք չեմ համարում։ Վարդան Ղուկասյանի օրոք պայմանագրային կորպուսը ամբողջությամբ ցրելու եմ։ Եթե պայմանագրայիններ ենք հավաքում ենք միայն սպորտային, ազգային տրամադրվածություն հակում ունեցող քաղաքացիներից։ Այդ հրաշով, գեղավարակ, փնթի, մրջով, նայում ես վիճակն ասում ես սա զորք է։ Ինձ այդեն զորք պետք չի, ես դրանց ցրելու եմ։ Իմ զինվորին պիտի նայեն ու հիանան։ Հագուստից, մարտական, ֆիզիկական կեցվածքից, կրթությունից։ Պիտի հիանան, այդ կլինի զինվոր։ Որ զինվորը հասկանա ինչ է, այսինքն այդ մարդը զինծառայողը պետք է հասկանա ինչ է նշանակում։ Հրաման, որը բխում է երկրի շահերից, պետական, եւ ինչ է նշանակում հրաման, որը բխում է քաղաքական շահերից։ Հիմա ձեզ բերում են հանրապետությունը Երևան, ելնելով քաղաքական շահերից, այլ ոչ թե պետական։ Նիկոլ Փաշինյան, դու ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ես, ճիշտ է, դու ես տենց ասում, բոզի տղա։ Բայց այսօր ժողովուրդը դուրս եկե փողոց, զորք քեզ բերում ժողովրդի դեմ, դու ժողովրդավարական մարդ ես, զորք քեզ բերում, հաշվի չես նստում իրականության հետ, որ քեզ այլևս չեն ուզում ընդունեն, որովհետև դու պարտված բոզի տղա ես։ Ինչի հաշվի չես նստում դրա հետ։ Դու հաշվի չնստար Վարդան Ղուկասյանի հանրային դատ հաղորդաշարի հետ, որ այսօր դարավ ճակատագրական քո համար։ Մաշացրեց քո իշխանությունը եւ բացեց ժողովրդի աչքերը։ Եվ հիմա զինվորները, որոնք որ պիտի գան Երևան, այսպեսի բան ասեմ։ Չի բացառվում, որ ձեզ կտրվի խիստ անօրինական հրամաններ։ Խոսքի օրինակ, բացել կրակ, քշել ժողովրդի վրա, տրանսպորտային միջոց եւ այլն։ Ոչ մի պարագայում չեք գնում այդ քայլին, սիրելի զինվորներ։ Նա ես գիտեմ, որ դուք չեք գնա։ Ձեզ կվախացնեն դատելով, ձեզ կվախացնեն, չգիտեմ, զորամաս փոխելով, նստեցնելով եւ այլն, ասեք մեզ նստեցրեք։ Թող փորձեն ձեզ դատել։ Ես անգամ ասեմ ավելին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերջը երևում է։ Եվ եթե կարող է գտնվեն զինվորներ, որոնց որ բաժանած կլինեն, չգիտեմ, փամփուշ եւ այլն, եւ այդ զինվորը, որը նստած է գնդացերի առաջ, եթե տեսնի իրավիճակ, որ միլիցեքը ոնց են ծեծում, ջարդում, խոշտանգում խաղաղ ցուցարարներին, մենք տենց էինք ուզում անեինք իմիջիալոց 98 թվին։ Երբ որ Ռոբերտ Քոչարյան, Կարեն Դեմիրճյան բանը եղավ, Ռոորդ Էլան լսվան փողոց եւ այլն, հրաման եկավ, որ Արտանիշի զորքը բերել Երևան։ Վազգեն Սարգսյանը չէր վստահում այն կողի բանին, ասում են Արտանիշի մը գժերին բերեք։ Մենք արդեն իրար մեջ որոշել ենք, եթե մենք գնանք, տենանք միլիցեքն ոնց են ժողովրդին ծեծը, մեր տղեկի մեջ մի հատ բան կար, Վարդան կար, մեռավ, լավ տղա էր, ճակատը, քանակերցի ճուտը, Արմենը։ Ասեց ախպեր դնելու է միլիցեքի մորը ծծրեն։ Ինքն իապ պեկայով։ Ես ֆրանսիացի ոնց, ասես պեկան թեքում եմ մաղը միլիցեքի վրա են, բրծավ, Թույստանեն դատեն։ Այսինքն մենք սենց էինք մոտենը։ Ու եթե մեզ բերեին Երևան, մենք տեսնեինք ոնց են միլիցեքը, որտե միլիցեքը մեծ մասը միշտ բոզի տղա է եղել։ Էդ է դրանց գործը։ Բոզի տղա։ Եթե մենք տենայինք, որ մեր մայրերին, քույրերին, մորքուներին, տատիներին եւ այլն միլիցեքը գցել են կացուտակ ջարդում է,
մեկ են օղորմացի քանակերտի ճուտը, որ ասում է ես միանշանակ վստահ եմ, քաշելու էր բամպեկան գռստել միլիցեքի վրան։ Թոտանին դատեին։ Այսինքն, եթե դուք կտեսնեք նման տեսարան, հանգիստ կարող է գնալ նաև նման գործողության։ Որովհետև եկող իշխանությունը միանշանակ նման մարդկանց ազատելու է քերական պատասխանատվությունից։ Որովհետև դու նախ առաջինը ապօրինի այս իշխանությունը զորքը բերում լցմես Երևան, որ իրավունքը չունես, մեկ, դաժե Հռոմում արգելված է եղել զորքը մտնի քաղաք։ Երկրորդ, տվել ես ապօրինի հրաման խաղաղ ցուցարարներին ծեծել ջարդել, որ այդ հրամանը տված արդեն։ Երրորդ, դու զորքը բերում ես փամփուշտը մեջը, մարտական փամփուշտներով, որ ինչ անի, խաղաղ բնակության վրա որ ինչ անի։ Բնականաբար զինվորը տեսել է, ոնց են ծեծում իամ մորը, հորը, տատուն, պապուն, հարևանին, բարեկամին եւ այլն։ Զորը շոթորը թեքվե գրծել է։ Այդ զինվորը չպիտի դատվի։ Չպիտի դատվի։ Իսկ եթե հանկարծ Վարդան Ղուկասյանը կոալիցիա կազմեց կամ ընդդիմություն եղավ ու եկող իշխանությունը փորձեց նման զինվորին դատի, ես այդ իշխանության մորը կծծծնեմ։ Ով ուզում է Սերժը լինի, ուզում է Ռոբիկը լինի, ով ուզում է լինի։ Ազգային ժողովում ես այդ պատգամավորների մորը կքունեմ, եթե կփորձի նման զինվորին դատել։ Ազգային հերոս, խփում ես ասում ես գնա տղա ջո, վերջ։ Դու բոլզի տղա ես գյուլը, պրծավ։ Հիմիկմանից խոստանում եմ իգիդություն զինվորներին։ Այսպեսին պիտի լինի զինվորը։ Տեսա միլիցիա կհարձակվում է ժողով, կամազը խոդիդը կշչվերեն։ Որովհետև արդեն դու կանխում ես ապօրինի հրամանի շարունակությունը։ Ոչ մի գեներալ, ոչ մի գնդապետ, ինչքան խոշոր պագոնով, այնքան բոլզի տղա ուրեմ նիմացի, սիրելի զինվոր։ Որովհետև այդ նույն խոշոր պագոնով ղախպի տղուն պիտի հարցնես, այս կանսերվեն, որ մենք ուտմենք, դու կուտես։ Այդ նույն խոշոր պագոնով բոլզի տղուն պիտի հարցնես, օլիգարխերի տղեկը ուր են։ Ինչի ես հիմա բանակում եմ, Տարոն Մակարյանի բջերը, քպական բջերը, հանրապետական բջերը, Մարտունիկի բջերը, Վովայի բիջը, Արշակի բիջը, ուտեն շարունակ, բանակում չի, ընկեր գեներալ, չվախենա գեներալներից, ոչ մի, դրան գեներալներ չեն, ես դրան սաղի պագոնները պոկել եմ, խպեմ դրանց որի թաշերի տամձեզերն ասեմ ծծրեք, ինձ դες գեներալ պետք չի, Եկեղեցական Բագրատ Սրբազանը չի կարող նման բաներ խոսալ, ատեղ, չի կարող, դրա համար Բագրատ Սրբազան, ժողովրդին, շատ կուլտուրական պահել չի լնեմ, ժողովուրդ ուզում է գործողություն տեսնի, և վաղը կամ վաղը չեմ ուսորը մտացեք Վարդան Ղուկասյանին եթեր տալ հանրապետության հրապարակից, եթե դուք իրոք տրամադրված եք սրանց լարել, ես հավատում եմ, որ տրամադրված եք, բաներ կա, որը դուք չեք կարող ասել, դուք կողմ եք խաղաղ ցույցին, ասենք պիտի գնանք պարլամենտով, хорошо, հելը գնացեք ման պարլամենտ, պարլամենտում ձեզ պետք է 54 պատգամավոր, դուք ունեք 37, 19 պատգամավոր ԿՊ-ի կողմից պիտի ձեզ ձեն տա, որպեսզի դուք Նիկոլին սիրտիր անեք, կտա Բագրատ Սրբազան, չի տա, դա պիտի լինի ռադիկալ տրամադրված ամբողջ, դա պիտի լինի ամբողջ, որը որ ասում է ես ու այսօր ժողովուրդն եկել է դրա համար, որ ծծցնի, ռադիկալ, օրինակ մեծ մասը հիմա գնաց այդ տներով, մեկ, երկու, եթե այսպես շարունակեցիք վարդերով, ծաղիկներով, սպիտակ ձեռնոցներով, վալս, գասպադա, մարիդոնսկի բալետ, վտարայա չաս և այլն, ժողովուրդը չի գա։ Մեկ, երկու, չորս, հինգ օր, դա շծավ։ Ստեղ մեզ բան եղել գեմ իրոպ է։
Խորհրդարանական երկու խմբակցությունների հետ խոսեցինք, իրենք պատրաստ են բոլոր պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու իմպիչմենտի գործընթաց սկսելու, բայց գիտենք, որ մոտ 20 ձայն պակասում է։ Վաղվանից առավոտի ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անազանդության գործողություններ ենք անցկացնելու։ Անցկացրեք, Բագրատ Սրբազան։ Okay, կողմ եմ։ Բայց խաղաղ գործողությունները պիտի X պահի արդեն իրենց մնը սպառում են։ Եկեք փողոց փակեք, էս արեք, այն արեք, այն արեք, բայց impeachment-ին շատ երկար ճանապարհ ունեն գնալու։ Ուստի մենք այդքան ժամանակ չունենք։ Մեզ պետք է մաքսիմալ արագ Նիկոլ Փաշինյանին ճամփել այդ անվստահելի բոզի տղուն, որին որ չի վստահում ոչ մի երկիր։ Ոչ մի երկիր, ոչ եվրոպացիները, ոչ ամերիկացիները, ոչ ռուսները вообще երեք էր, հա։ Երեք ասեցին, ես ինչ ասում, զորքը հանի, այնտեղ են բան Պուտինն էլ ասելա, հանելուց սաղ եմ հանում, քոտուն ուտեղը ծծցնեմ։ Այս էլ գնավորելա, բայց չէ, Թուրքիայի սահմանին, Պարսկաստանի թոմնա։ Նույն ասել է, թե հանում եմ, սաղ եմ հանում։ Ինչ է նշանակում, ստեղ թոմնա, անդե թոյթա եւ այլն։ Մի խոսքով Պուտին Ալիև հանդիպումն Ալիև մեղա։ Հա ճիշտ ասել։ Պուտին Նիկոլ Ալիև այդ այնց խառնուրդով էս բոզի տղու հանդիպումն անցելա շատ վատ։ Երբևիցե նման վատ հանդիպում չեղի եւ ամենանավանականությամբ ըստ ինձ սա Պուտինի եւ Նիկոլի վերջին հանդիպումն է։ Ինձ չի թվում, որ սրանից հետո Նիկոլ եւ Պուտին երբևիցե իրար ուզենան տենան։ Մենք պետք է մաքսիմալ պրոցեսներն արագացնենք, որովհետեւ ժողովուրդը մենք ինչով ենք տարբերվում հիմա Վրաստանի շարժումից։ Վրաստանում իրավիճակը այլ է։ Վրաստանը պարտված չէ, Վրաստանը չի ունեցել պատերազմեր նման, Վրաստանը տարածքներ չի կորցնում, Վրաստանը 5000 զոհ չի ունեցել եւ այլն։ Վրացիները կարան 10 օր չէ 20 օր էլ փողոց փակեն, հəլեն գինի խմեն, խաչապուրի ուտեն, դիմայա, սուլիկո լսեն, այտենց ուրախանան գնան էտաներով, ծեր ջարդ, միլիցիա եւ այլն։ Մենք այդ ռեսուրսը չունենք։ Մեր ժողովրդի մեջ Բագրատ Սրբազան հիասթափությունը այնքան շատ է, որ արդեն այս մարդիկ ու վստահությունն այնքան քիչ է շրջապատի նկատմամբ, որ այսօր շատ-շատերը առիթ են մանգալի կեղտ գտնելու, դաժե կեղտ էլ չկասում են նայից նա այդ խոսածն էսենց արեց, այնին էնց արեց։ Մեզ այս ժողովուրդը ուզում է ավելի արագ ռադիկալ գործողություններ։ Impeachment-ի process-ը ինքը մատնված է պրավալի առանց ռադիկալ գործողությունների։ Օրինակ, որն է ռադիկալ գործողություն, ըստ ինձ, Բագրատ Սրբազանը թող ինձանից չնեղանա, ասեմ։ Օրինակ, եթե հիմա վաղը, կամ վաղը չէ մյուս օրը, Բագրատ Սրբազանին եմբեդեն կանոնավորի տանի։ Ինչ ալում։ Արդեն ժողովուրդը պիտի գնա ռադիկալ գործողությունների։ Ես տեղ շատ վատ բան ասեցի, բայց ասեմ, ինогда надо пожертвовать конем։ Կներես, Բագրատ Սրբազան ջան։ Բայց քանի որ ես օպերատիվ աշխատող եմ, հա, ես այտենց սցենարն ավելի հավանական եմ տենում։ Եվ Վահե Ղազարյանը եթե գնա այդ քայլին, շատ ողջունելի կլինի, դա այդ իրավիճակը ավելի կարագացնի։ Կամ նույն հաջողությամբ, երբ որ բանը միլիցիա կմտնեն ժողովրդի մեջ, եւ սկսեն ժողովրդին ջարդել։ Դա եւս այդ իրավիճակը արագացնող process է, այդ ժամանակ արդեն ժողովուրդը պետք է հանրապետության հրապարակում պահանջի Վարդան Ղուկասյանի եթերը, ասի թող Վարդան Ղուկասյանը խոսա։ Դուք չեք կարող խոսալ։ Ինչ պիտի խոսա իշխանը, նեյնամ, ինչ պիտի խոսա Արման Թաթոյանը, ես չգիտեմ ինչ պիտի խոսա, եւ այլն։ Ով այդտեղ խոսած չի կարող խոսա, այդտեղ գործող որևիցե մի քաղաքական գործիչ չի կարող ասել այն, ինչը պիտի ասվի ժողովրդավարական երկրում։ Տեղում կդուբլեն գետին կտանեն, տվյալ անձը պարտադիր կլինի լուբոյ պատգամավոր է Սորազգային ժողովից, փոխկապակցված է բիզնես
հետաքրքրություն ունեցող շահերով, խանութներ ունի, կաֆեներ ունի, վրեն քրեական գործեր ունի, հա, կոռուպցիոն սխեմաներ ունի եւ այլն, որը ոչ չի կարա խոսա, հենց խոսած Աննա Վարդապետյանը պոչիկը խփամա վրեն, ակրուցը դնմա, վազում ազգային ժողով, ասես մի հատ բան բացեմ դնմա դենը, ոչմ կուլտուրական լա, կապը կնոկեն սղմա վեկալում տանում ծծնում են։ Այսինքն այդ ըլնելու է ազգային ժողովի ցանկացած ընդդիմադիր պատգամավորի հետ։ Հիմա ինչ կա, բանը Տարոն Մարգարյանի ձեռը թո միգրաֆոն տա, ընդդիմադիրա չէ։ Թո հիմա ձեռը միգրաֆոն տան, հելնիկանի հրապարակում խոսը, ընդերից հայերենիքից խոսը, ընդերից մեկը չի ասի, բոզի տղա քթուրեն։ Ինչ ասելու։ Վсё, իջավ։ Իշխանը հելա խոսած։ Պիտի ասե տղա ջան, դու Նիկոլի հետ չէիր աշխատե։ Մարսպետիչ գրող ու սև ցավ։ Հա, всё, давай, սիկտիրելի, դու էլ չա։ Այսինքն ով հլնիկայինի, ժողովուրդը դերից մի բան ասելու է։ Չկա, այտենց մարդ մեջ չկա։ Ընկեր ընդդիմադիրներ։ Հասկանալի է։ Եվ ուզեք թե չուզեք, եթե դուք իրոք ընդդիմա, տեսեք, ես ոնց կայնա ձեր կողը, չէ՞։ Ես ասեցի, միանում եմ շարժմանը, աջակցում եմ շարժմանը, եթե դաժե այդտեղ կայնացա Գասպարյան Վովան։ Հիմա դուք պարտավոր եք պատասխան քայլով հանդես գալ, ժողովուրդը ձեզ հեսավարը կասի, դուք գլխի չի խոսում ստեղ։ Դուք ռադիկալ կոչեր չեք անում, բախում եք, կբռեք տոնեն։ Մեզ էլ ասում եք, բանը, գնանք կոֆե խմենք։ Հալավ բան ասես Բագրատ Սրբազանը, ասում է գնանք կոֆե խմենք Նիկոլենց տունը կամ չայ։ Լավ է սարը։ Բայց բանը, ես այն օրը գնացել էի այտենց մի հատ հետաքրքիր կուլտուրական տեղեր։ Ay, mar, տեսած ես մի շոկոլադնի տմպելիք էր, ասեցի, չա, ասին բոբա, ասեմ, էտի ո՞ն է, ասում բոբա շոկոլադով, անեց համով բան էր, մեջը շոկոլադ ես գնդիկներ էին, քսես ռոզևի, սիրում բան էր, ես լատեից անցնում եմ բոբային, ես ուզում եմ վաղը չեմ զորը, պատալոգ, գնամ Նիկոլենց տուն, բոբա խմեմ, Քրիստիկ դու գիտես բոբան որն է? Քրիստիկը չգիտի։ Ռուզիկն ասում է ես գիտեմ, Քրիստիկը չգիտի։ Լավ բան է։ Հիմա ով ուզում է կոֆե, ով ուզում է չայ, ով էլ ուզում է բոբա։ Ինձ հələ մեծ մասը կուզենա բոբա։ Ճիշտ չէ Աբաս։ Աբազը տասովկեն կտենա Նիկոլի տան մեջ, անպայման կունենա լիքը բոբա, սարքելու հնարավորություն, որ մենք բոբա խմենք։ Համով բաներ, քաղցր դες պրիատների։ Հիմա մենք պիտի գործենք ոչ մեկս մեկիցս անկախ, ընկեր ընդդիմադիրներ։ Եվ նորից եմ ասում, ես շարժումը ինձանով անելու, ինձանով սեփականաշնորհելու, ձեր ձեռից ինչ-որ մի բան խլելու, միտում չունեմ մարդ Աստծո։ Այդպես բան չմտածեք։ Ես գիտեմ իմ ընտրողների իրական քանակը, ես գիտեմ ինձ սատարող ժողովրդի քանակը, եւ ես գիտեմ, որ իմ ժողովուրդը իմ ընտրողը դա լինելու է կոնկրետ, ոչ թե փողոց փագող մեծ մասը, այլ քվյախցիկում։ Քվյախցիկում մտնելու են, դու գիտեմ, նշեն տանեն գցեն։ Սա է լինելու։ Ես ձեզ ձեռից տանելու ոչ մի բան չունեմ։ Եվ եթե մենք միասնական ճակատ ենք, ես ուզում եմ, որ գործողությունները գնան ավելի արագ։ Ավելի արագ։ Պրոցեսը պիտի արագ զարգանա։ Մայիսի 15-ը մոտենում է։ Այդ կիրանց, միրանց հանձնելու պահը մոտենում է։ Եվ ես հասկանում եմ, որ Բագրատ Սրբազանը անընդհատ չի կարող խոսել, եւ այդ կիրթ խոսելու տոնը գնալ գալով, եւ այլ ինքը հոգնածնում է Բագրատ Սրբազան։ Հոգնածնում է, որովհետեւ այդտեղ հավաքված ժողովրդի մեծ մասը ինքը ռադիկալ կողմնորոշում ունեցող մարդիկ են։ Իրանք աշխարհիկ մարդիկ են, ինչքան էլ որ ընդունում են բան կրոնի, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում։ 20 րոպե լսեցին հոգևորականի, 40 րոպե լսեցին հոգևորականի, մի ժամ հետո հոգնում են։ Մարդը ուզում է ինչ-որ մի ավելի բան լավ լսի, արունը, գենը, իրավիճակը զարթնացնող բան լսի, բայց այդպես խոսացող չկա։ Ով էլ հլիկալի վիժեցնելու է բան պրոցեսը, մուսկուլնի տնելու են խլեշեն, իշխան խլեշեն, Տավամարքարյան խլեշեն, Արման Թաթոյան, էս հա են կոնտինգենտը, որը համարում է ընդդիմադիր եւ այդտեղ ձեր կողերը պտտվում է, արեգակի շուրջը։ Այդ իսկ պատճառով նորից եմ կրկնում, Վարդան Ղուկասյանի խոսքը պետք է հնչի հանրապետության հրապարակից, կոնկրետ կոչով, որոշեք ինչ եք ուզում անել
Ինչ գործողություններ եք ուզում անել, Վարդան Ղուկասյանը հրապարակից ասում է, կամ իմ Telegram կանալին, ասում եք, սելի ժողովուրդ, բաժանորդագրում ենք Վարդան Ղուկասյանի Telegram կանալին, այնտեղ կստանանք ցուցումները։ Telegram կանալի մեջ գրում է կաշ նախադասությամբ։ Գնում եք Նիկոլենց տուն։ Մերջ։ Ժողովուրդը թեկում ասում է գնացինք։ Ու այդ մեն։ Որը որ դուք չեք կարող ասել, վախում եք։ Ես իզ համար չեմ եղադրում, ասում եմ, բիզնես շահեր են, քերական գործեր են, չգիտեմ, այլ կամպրամատներ, որոնք ձեր վրա ունի իշխանությունը։ Հիմա Սեյրան Մուշեղիչը, չալուն կաղա, հələ ինչ ասի։ Որ րոպեին հելա խոսեց, Անդրանիկ Քոչարյանին չէր ասեմ, ամեն մի սալիկը մի զինվորի գինա։ Անես չի Անդրանիկ Քոչարյանի ակրուժենին բանա։ Մաքյուրի, բայց հիմքա ռուզիկին թողել առանց մարդ։ Մյուսը Սեյրան Մուշեղիչ տղե դուրա։ Անդրանիկ Քոչարյանը կամ իա դրան նման մեկը կլինի կանի ազգային ժողովից կասի լսի տղա ջան, դու հայնիկից ես խոսում, Մուշեղիչ, տղե դուրա։ Տղե այդ ամենափոքր բանակի չի ծառայ, ինչ ա եղե։ Ինչ ասելու չալուն կաղա, ինչ դասի։ Ոշի բան։ Գրլին, այսինքն ցանկացածին կարա փչացնեն մեկ վարքյանում, ով հանկարծ միկրոֆոն վեկալավ, բացի եղանակի տեսությունից, ինչ որ մի բան խոսած Նիկոլի հասցեին։ Ճիշտ եմ, ցել ժողովուրդ։ Հիմա այստեղ 5000-ից ավել մարդ նայում է այս եթերը։ Ուզում եմ հարց տամ Բագրատ Սրբազանայի։ Եվ ժողովուրդը դեղի ընդդիմություններ։ Դու կողմ եք, որ Վարդան Ղուկասյանի կերպարը, ռաուտխը, ձայնը հնչի հանրապետության հրապարակում։ Հնչի եւ Վարդան Ղուկասյանը իր վրա վերցնի ոչ պատասխանատվությունը, որովհետեւ անմեղ մարդկանց չտանեն կողեն արգիշտի հիմնակ, արգիշտը էլեկտրաշոկը չվեկալի ծածանի, որովհետեւ արեց ու չպատժվավ։ Դա հայտարարի Վարդան Ղուկասյանը, ասի ժողովուրդ ջան, գնամ եք Նիկոլենց տուն, բոբա լատե, ինչ, կանան շայ խմելու։ Եթե չհյուրասիրեն, կծծնենք, եթե մենք խմենք։ Ասես բան, Բագրատ Սրբազան, կարասի։ Երևի չկարնա։ Սեյրան Մուշեղիչը հլիտես բան հայտարարի, ինչ կանեն, կմնա առանց պրոտեզ։ Իշխանը հլնի խոսա ինչ կանի։ Աննա Վարդապետյանը գյուքյա հետևից։ Տարոն Մարգարյանը հլնի խոսա ինչ պիտի անեն։ Կթքեն վրեն ոչ մի քիչ տենց։ Ու դե շարունակ։ Մինչ հայնական մեծ պատերազմի սկսվելը, Բագրատ Սրբազան, դուք գրագետ մարդ եք։ Սովետական միության եւ բուրժուազիայի ներկայացուցիչ կամ Օլիմպ Միացյալ Նահանգների միջև ոչ մի նորմալ հարաբերություն չի եղել։ Եվ որ նացիստական Գերմանիան հարձակվեց Սովետի վրա եւ սկսվեց մեծ հայերենական պատերազմը, նույն Միացյալ Նահանգները եւ Սովետական միությունը սկսեցին համագործակցել հանուն հաղթանակի մեկ ընդհանուր թշնամու դեմ։ Այդ թվում նաեւ մուտիլովշիկ անգլիացիք։ Եվ որոշակի մարդիկ, որոնք որ ասում են ամերիկան լենդ լիզով օգնեց, որ սովետը պատերազմը հաղթի, ամերիկան էլ տնտեսապես վերելք ապրեց, որտեղ այդ ժամանակ Ամերիկայում ինչ էին ասում մեծ դեպրեսիան էր։ Եվ սովետի ոսկիներով Ամերիկան դարավ Ամերիկա։ Իսկ սովետական միությունը ձեռք էր բերում երկաթ, զենգզինամթեր, ավտոտեխնիկա եւ այլն։ Այսինքն կապիտալիզմի եւ կոմունիզմի համագործակցությունը բերեց մեծ հաղթանակի ֆաշիզմի դեմ։ Իհարկե հաղթանակը տրվեց շատ ծանր գնով, խայտարակ ծանր գնով եւ խայտարակ անմարդկային ձև։ Ես պատկերացնում եմ, եթե 41-2 թվերին սովետական միությունը ղեկավարեր Նիկոլը։ Կասեր, եթե չտանք պատերազմ ալնելու։ Ինչ Ստալին Հայաստան, այսինքն մեկ նայում ես, ասում ես, սոտեկի երկնային գրասենյակ կա։ Եթե երկնային գրասենյակ չլինի, այդպիսի անհատականություններ Ստալին, Հիտլեր, չգիտեմ, Մուսոլինի, Դեստեն, Ռուզվելտ, Չերչիլ, նման մարդիկ չէին ծնվի։ Դուք հələ պատկերացրեք Նիկոլը ծնվեր այն ժամանակ, ու ասեք Նիկոլը լիներ սովետական միության ղեկավար կամ ինչ որ մի հատ լուրջ պաշտոնյա այն վաղտ։ Ու Գերմանիան հարձակվեր։
Սա կտոր։ Կասել սի բանը մեզի պետք է, ծառեր կտնգենք։ Դուք պատերազմ եք ուզում։ Ես սովետի մուրը կծծնենք պրեին արևի տակ 7 օրում, ոնց որ մտան Վարշավա։ 7 օր տևեց։ Հունաստանը բավարար քայլելով, գերմանացիք բարելով եկան։ Այնույնը կլերը տեղ, բայց պատմությունը իրավիճակը եկնային գրասենյակ ասելա բոզի տղա դու կծնվես քո համար բոզի տղա դարածաշրջանում Ստալին քեդու վերնգին տեղ։ Չերչի դու էլ ծնվին տեղ, ասենք նույն ձևից ասենք լավ Ստալին տեղը տոչելն Անգլիայի պրեմիեր մինիստրը, ոնց որ հիմա է պրեմիեր, Ալեր Նիկոլը, Անգլիան չկար։ Գործություն չուներ։ Կհանձներ կպրծներ, այն թագավորին թագուներ գերմանացիք կտանեին 18+ դոկումենտալ ֆիլմերում կնկարեին։ Այն բանը ոնց են ծսնեմ Ելիզավետային։ Էլիզաբեթ թագուհուն։ Չէ, բայց Անգլիան ուներ Չերչիլ։ Ու այդպես շարունակ։ Հիմա եկնային գրասենյակը հայ ժողովրդին պատժեց։ Չերես Սերժ Սարգսյանի ձեռ պատժեց։ Ասես բոզի տղուն, մի հատ բոզի տղա տալեմ եմ Սերժ Սարգսյան անազգանով, մի հատ էլ բոզի տղա տալեմ եմ Նիկոլ Փաշինյան։ Ժողովուրդ վայելի։ Որովհետև դու հայ ժողովուրդ չես սիրում կենթանիներին, դու չես սիրում բնությունը, դու աղտոտում ես շրջակա միջավայրը, դու ապերախտ ազգից դու պիտի պատժվես։ Եվ պատժեց։ Տիեզերքը մեզ պատժեց։ Հիմա էլ այդ նույն տիեզերքը, ոնց հասկանում եմ, ուզում է ասես շո, պատժվան հերիկա, մի ցելի սերունդ գործերին, 10-15 հազար մատ դարավ հաշվանդամ, Ղարաբաղը ձեռներից գնաց, արդեն Հայաստանա ձեռներից է հերիկա, շոտակի քրիստոնյա ժողովուրդ են, տերտերներն են, թոհիմալն են և առաջնորդ են, չնայած տերտերների մի մաս էլ, տիեզերական բոզի տղայա, աստվածաշնչային բոզի տղեք, էտի վապշե էլ բետար բանա, ոնց որ արգիշտի հերը Եվ ես զարմանում եմ, թե Գարեգինը հիմա արգիշտի հոր պոպոզից բռնած խիչի վեհարանամ ծսննամ։ Գարեգին եկնային գրասենյակը դաբրոն տվեր ա, որ դու արգիշտի պապային ծսնես։ Հասկանում եք։ Այս վիճակն է։ Ես կոչ եմ անում զորքին մնալ իրենց երթմանը հավատարիմ։ Ես կոչ եմ անում զինվորներին պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որը որ իրենց տված է իրենց երթումով։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն պաշտպանել չի նշանակում պաշտպանել միայն Թուրքից։ Այլ բանը պաշտպանել հանցագործ, համազգեստ կրող բոզի տղեկից, ինչպիսին է ոստիկանության մեծ մասը։ Չնայած ասեմ, որ ոստիկանական զորքերի մեջ էլ լիքը անուշ ապերներ կան, որոնք ընդունում են, որոնք հասկանում են, որոնք համաձայն չեն, որ իրանք պիտի մտնեն եւ ժողովրդի նկատմամբ կիրառեն բռնություն։ Այն որ ասում է հանուն ազնվության, սա էլ պիտի ասեմ, որոնց ես հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը։ Իսկ ինչ վերաբերվում է պարլամենտի մոտ հավաքվելուն, եկեք գնանք հավաքվենք պարլամենտի մոտ, հարց չկա, կողմեմ, հրավիրում եմ, այո, եկեք, բայց ուզում եմ ասել, որ ես ոչ մի ակնկալիք չունեմ, Բագրատ Սրբազան, որ դուք եւ մենք բոլորովս միասին կարող ենք գտնել 19 պատգամավոր, որը որ կսխմի էտակոճակ։ Կա դրան երկու տարբերակ։ Տարբերակ A, դա համընդհանուր ճնշման ներքո ժողովրդի, այսինքն ոչ թե միայն խաղաղ սպիտակ բմբուլները հագնեն գնանք փողոց փագենք եւ այլն, այլ գնալ պատգամավորների տներով, գնալ պատգամավորների կնանիքի երեխեքին տեսնել, ասել դուք այսինչ պատգամավորի կինն եք, չէ, այո, բարև ձեզ, եկեք մի հատ նստենք զրուցենք, այս դու հասկացաք ինչի նկատի, ես կուլտուրական մարդ եմ, տարբերակ 1 դա եւ տարբերակ 2 պետության կողմից, պետությունից թալանված միլիարդները, որի վրա նստած են մեր ընդդիմադիրները, ունեք, այո, եւ Ռոբերտ Քոչարյանն ունի, եւ Սարգսյանն ունի, մյուս բոլորդ էլ ունեք։ Յուրաքանչյուր այդ 19 պատգամավորի հետ առանձին հանդիպել, ամեն մեկին խոստանալ եւ տալ $200,000, $300,000 գումար,
ասենք խոսքերնակ, ինչ է, ղուշ թրցնող են ագարկեն, բոմժ, ասում ես արքես 100,000, ես էլ քո 200,000-ն է, կնոպ կեն սխմելուց հետո 200,000-ը քոնն է, տիկին ջան, ատենց կարակ դզեք 19 չէ 29, կարակ դզեք և պարլամենտում կնոպ կեն սխմեն, ասեն Նիկոլ Փաշինյան, բիզիմդիչ, թո հիմա Ալեն Սիմոնյանն կամ որ մի ղախպի տղենա ԿՊ-ից դառնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար եւ գնում ենք ընտրությունների։ Սա ուրիշ։ Կա երկու տարբերակ, Բագրատ Սրբազան։ Այլ տարբերակ չկա, որովհետեւ այդ բացակ, այսինքն գոյություն չունեցող 19 պատգամավորներին դուք ճարեք, միացնեք ձեր 37-ին։ Ես հենց դաժե կասկածում եմ այդ 37-ից 37-ը դեմ կսխմեն, թե ոչ։ Օրինակ Տարոն Մարգարյանը դեմ կսխմի։ Կասկածում եմ, որ րոպեին դեմ սխմեց չանցավ, երկու տղու ղաֆին տանում են բանակ։ Կսխմի չի սխմի։ Այսինքն էդ էլ կա, Բագրատ Սրբազան։ Դու արխային մի եղի, որ այդ հիմա որ քեզ ասել են հա, հենց եկավ այդ օրը 37-ը սխմելու են դեմ ենք Նիկոլին։ Էդ էլ ասեմ իմացի։ Որովհետև մի անգամ չես ասել եմ, եթե դու չգիտես, ես քեզ ասեմ, որ նույն Հայաստան դաշինքի մեջ, նույն պատիվ ունեմ դաշինքի մեջ կան պատգամավորներ, որոնց կարելի է անվանել Վահան Ավագյաններ։ Ես ունեի այդպես երկու պոռնիկի տղա, բայց ես ունեի համարձակություն, ունեցա ազնվություն իմ ընտրողի առաջ, հենց հայտարարեցի, որ գիտեք ինչ, իմ մոտից կա դեզերտիր բոզի տղեկ։ Իսկ Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմը չի հայտարարել մինչեւ հիմա, որ ինքը իր մոտից ունի դեզերտիր, տենց ասենք, դեզերտիրство ունի։ Տաստված ես սխալվեմ։ Տաստված 37-ից 37-ն էլ կնոպ ես սխմեն, ասեն Նիկոլ արի վերց։ Բայց ես ասում եմ, որ կա նաեւ նման մտավախություն Բագրատ Սրբազան։ Դա հիմա ուրիշ բան, որ դա ասում են, հա, բայց հենց եկավ կնոպ կեն սխմելու պահը կարող այդ 37-ից 30-ը սխմեն, 29-ը սխմեն, 34-ը, ու այն 19-ին էլ որին որ կթել եք, էլի չբավարարի, ասպես ասած, impeachment-ի հարցը լուծելու։ Ուստի ձեզ պետքա ոչ թե 19, այսինքն իտոգում 54 պատգամավոր, այլ ձեզ պետք ավելի շատ, հələ մի 5-6 հատ էլ զապաս, որովհետև ձեր մոտից ընդդիմադիրներից ով չսխմես, գոնե այն զապասը տեղը համալրի, աբաս քո հիմնարկից են զանգում, կներեք, ոչ, ինչ կամազա, մեզ հիմա տեղեկացնում են, որ կամազը մտել է հանրապետության հրապարակ ժողովրդին լղջելով այդ թվա, ուրա։ Հա, հեսա, հանրահավաքի մասնակիցների ուղղության բեռնատար մեքենան վարած վարորդը բերման է ենթարկվել։ Սա Նիկոլի արածն է, կամազը, բանը կան վիրավորներ, կան վիրավորներ, տուժածներ կան, ահա, ես հիմա տերն եմ իչա կատարում ընտեղ, Եթե շոֆերը պիտի մեքենայով հանդերձ վառեն։ Դե ուրեմն ինատու է արված, սա տահաբեկչությունը իշխանությունների կողմից, հակառակ դեպքում կամազը պրոսպեկտով ոնց եկավ այդ փակ ճամփեկով, եկավ մտավ հանրապետության հրապարակ։ Կուզոնել բարձրացած է։ Դե ես հիմա նայում եմ ընդեղ, նայեցի։ Չէ, միլիցիակը ոչ թե չեն կարող, միլիցիակը չեն ուզում։ Ինչ որ չեն կարող։ Այսինքն մի հատ բոզի տղու
Հասկացա։ Դե չեն կարող թու տպեն։ Էլեկտրաշոկով թույլ չասնեն, ինչ անժագում չեն կարող։ Հասկացես։ Հասկացա հենա նայում եմ։ Դիր լավ։ Ես ոչ մի կերպ մինչև հիմա չեմ կարող հասկանալ, միլիցեքը խեն անընդհատ ֆուրաշկով։ Հիմա ես քեզ միլիցեն ֆուրաշկին տիրություն անի, թե շոֆերին իջացնի։ Վայ Ղազարյան։ Այդ ֆուրաշկի կհանեք սիկտիր արեք։ Միլիցեն գալիս է կոնկրետ գործողություն անելու ֆուրաշկով է։ Ու չի կարող իբր թե շոֆերին իջացնեն։ Էլեկտրաշոկը կողեք բան, վիզը տնան ոնց է չի իշնում։ Այսինքն այս տիպի գործողություններ, որը միանշանակ հիմա այս կամազով, ես չի ասում, սիրելի զինվորներ, որ այս իշխանությունը չի անելու, խաղաղ ցուցարներին ջարդելու է։ Եվ դուք որպես զինվոր, դուք պետք է արդեն պաշտպանեք ժողովրդին։ Հեն այդ իմ ասածն լմո։ Սա առանց արուն, Բագրատ Սրբազան, իշխանություն հանձնող չի։ Եվ որքան process-ը երկար տևի, այնքան ավելի վատ։ Դա համար եմ ասում, պետք է անցնել կոնկրետ ավելի արագ գործողությունների։ Խնդրեմ։ Միանշանակ համոզված եմ, որ այս բոզի տղությունը կազմակերպել է իշխանությունը, հակառակ դեպքում մեքենան, պրոսպեկտով գալով, կուզովը բարձրացավ, ոնց եկա մտավ ժողովրդի մեջ։ Բռնել են, տարել են, գիտենք որ բռնել տարել են։ Ես պրոստը նայում եմ, որ իբր թե ֆուրաշկով երկու միլիցիա չեն կարող իջեցնել։ Մենք էլ հավատացինք։ Հիմա բեռնատար մեքենա, թո չլնի կամազ շիմանա, բեռնատար մեքենա։ Վայ։ Ինչի է եկել, ով աղրգե, խիաբերը եւ այլն։ Պարզա որ իշխանությունն է, պարզա։ Ես սա եմ ուզում ասել, ժողովրդին սա եմ ուզում ասել, որ ես անհավանական եմ տեսնում այս պայդրությամբ դեռ 54 պատգամավորյալ գլուխ հավաքելը, բայց չենք վհատվում, չենք հիասթափվում, սպասենք, տեսնենք ինչ են անում վաղը։ Ես իմ ասելիքն ասեցի, իմ աջակցությունը հայտնում եմ, հուսամ մեզ չեն հիասթափացնի, հուսամ process-ը չեն վիժեցնի, եւ ես նորից եմ ասում, պատրաստ եմ ամենավատ, այսպես ասած, հետապնդվող հայտարարությունները վերցնել ինձ վրա։ Դրանով իսկ օգնելով ընդդիմադիր գործիչներին, հեշտացնելով իրենց գործը եւ ամեն ինչ անել, որպեսզի Նիկոլը հեռանա։ Այսքանը։ Հետևեք մեր ալիքին, մնացածի մասին կխոսենք արդեն ըստ իրավիճակի։ Հաջողություն ձեզ։